Ողջունում եմ բոլորին, հուսամ բոլորդ լավ եք։ Այսօր կներկայացնեմ հաջորդ շաբաթվա մարտի 30-ից մինչև ապրիլի 5-ը ընկած հատվածում օրերի նշանակությունը, նաև միասին կհասկանանք, թե որ օրերը ինչ բնութագրիչներ ունեն եւ ինչպես կարելի է օգտագործել օրերը ըստ իրենց նշանակության։ Մինչ առաջ անցնելը, եթե մինչև այժմ դուք չգիտեք, թե որն է ձեր անհատական էլեմենտը եւ որ կենթանակերպի տարում եք ծնվել, ապա սկան արեք այս QR կոդը, դրանից հետո կբացվի նման պատուհան, որտեղ պետք է լրացնեք ձեր ծննդյան տվյալները, դրանից հետո սխմում եք հաշվել եւ ստանում ձեր անհատական բազի քարտը։ Օրվա սյան վերևի հատվածում, ինչպես ցույց է տրված ստեղ, ներկայացված է ձեր անհատական էլեմենտը եւ տարվա սյան ներքևի հատվածում, այս հատվածում արդեն կենթանակերպն է, ծննդյան տարվա կենթանակերպն է։ Եթե կուզենաք ավելի մանրամասն ինֆորմացիա ընդհանրապես բազի մասին եւ ինչպես գտնել անհատական էլեմենտը եւ ծննդյան տարվա կենթանակերպը եւ ոչ միայն, ապա կարող եք դիտել YouTube-ում արկա այս վիդեոն, որտեղ ես մանրամասն բացատրում եմ այս բոլոր նյուանսները։ Հիմա եկեք անցնենք առաջ ու հասկանանք, թե ինչպիսի օրեր ունենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում։ Բայց մինչև այդ կխնդրեմ, եթե մինչ այժմ չեք բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք, որովհետև YouTube-ը հուշում է, որ իմ YouTube-յան ալիքը դիտողների 73%-ը բաժանորդագրված չէ։ Ոստի եթե չեք բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք, սեղմեք լայք կոճակ եւ իհարկե ցանկալի է, որ կիսվեք այս վիդեոյով եւ ոչ միայն ձեր շրջապատում ձեր մտերիմների հետ։ Հիմա ունենք ամսի 30, մարտի 30-ը մեզ մոտ հիմնադրում բնութագրով օր ունի եւ բավականին դրական օր է, ինչպես տեսնում եք, աստղի նշանը դրել եմ, դա նշանակում է բավականին դրական օր։ Ինչ կարելի է անել այսօրվա ընթացքում, հա։ Ընդհանրապես կարելի է անցնել նոր պաշտոնի, հա, կարելի է հանդիպումներ նշանակել, շատ կարևոր է օգտագործել այս օրը հատկապես հանդիպումների, պայմանագրերի, ինչ որ փաստաթղթերի ստորագրման, փաստաթղթեր ուրեմն ուղարկելու, հայտեր լրացնելու, ինչու՞ չէ նաև որոշակի ուրեմն գույքի վաճառ կամ ինչ որ ապրանքների վաճառքով զբաղվելու ու նաև ճանապարհորդության համար եւս համարվում է դրական օր։ Օրը համարվում է դրական հատկապես նապաստակի տարում ծնվածների համար, ինչպես նաև այծի, շան եւ խոզի տարում ծնվածների համար եւս դրական է։ Ֆինանսական առումով մարտի 30-ը դրական է բոլոր այն անձանց համար, ում անհատական էլեմենտը հող 9 է։ Բացասական է համարվում օրը, քիչ թե շատ նրանց համար, ովքեր ծնվել են աքաղի տարում։ Եթե ծնվել եք աքաղի տարում, ապա օրվա ընթացքում ցանկալի չէ իրականացնել կարևոր նախաձեռնություններ, սկսել կարևոր ինչ-որ մի գործ։ Հաջորդ օրը ամսի 31-ն է մարտի, այսօր ունենք մաքրում բնութագրով օր եւ բավականին դրական էներգիաների, ուրեմն կույտ ունենք, այսպես ասած, գրեթե օրը կարող ենք օգտագործել ցանկացած նախաձեռնության համար, բացառությամբ ֆինանսական գործարքների եւ բժշկական օգնություն փնտրելու կամ բժշկական որևիցե պրոցեդուրա անցնելու համար, իհարկե, եթե դա խիստ անհրաժեշտ չէ։ Օրը համարվում է դրական վիշապի տարում ծնվածների համար եւ օրվա էներգիան բախվում է շան էներգիայի հետ, եթե դուք ծնվել եք շան տարում, ապա օրը փորձեք անցկացնել առավել հանգիստ, պասիվ վիճակում։ Ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը մետաղ յանն է, օրը համարվում է դրական նաև կապիկի եւ աքաղի տարում ծնվածների համար։ Ապրիլի 1-ը մեզ մոտ լիություն բնութագրով օրն է, ընդհանրապես լիություն բնութագրով օրերին, ինչը որ մենք սկսում ենք հենց այդ օրը, դա սովորաբար ունենում է կրկնապատկում, եռապատկում, այսինքն հետագայում մենք դրանից եւս կունենանք հաճախ կրկնվող, հա, այսինքն շատ կլինի նրանից, ինչը որ մենք սկսենք տվյալ օրը։ Ինչ կարելի է անել այս օրը։ Այս օրը կարելի է սկսել նոր բիզնես, կարելի է իրականացնել պարտքերի հավաքագրում։ Եթե երկար ժամանակ չէի կարողանում պարտքերը հետ ստանալ, ապա հենց այս օրը կարող եք զբաղվել դրանով, պայմանագրեր ստորագրել
հանդիպումներ կազմակերպել, հա, գնալ ինչ որ սրբավայրեր, հա, նույնպես շատ դրական օրը համարվում է դրական օձի տարում ծնվածների համար եւ օրվա էներգիան բախվում է խոզի էներգիայի հետ եւ հետեւաբար խոզի տարում ծնվածների համար օրը համարվում է ոչ այդքան դրական, ցանկալի է անցկացնել առավել պասիվ վիճակում։ Ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը մետաղ 9 է։ Օրը նաև դրական է ձիու, այծի, կապիկի եւ աքաղի տարում ծնվածների համար։ Այնպես որ եթե դուք ծնվել եք տվյալ կենդանակերպերի տարում, ապա կարող եք օրվա ընթացքում իրականացնել այն ուրեմն նախաձեռնությունները, որոնք ես արդեն նշեցի։ Ապրիլի 2 ունենք հավասարակշռում բնութագրով օր։ Ընդհանրապես հավասարակշռում բնութագրով օրերին մեզ մոտ տեղի ունենում ուրեմն էներգիաների հավասարակշռում եւ դիրքերի հավասարակշռում եւ եթե դուք կարևոր ինչ-որ հանդիպում ունեիք, հա, որտեղ ձեր դիրքերը ավելի թույլ են, քան դիմացինինը, ապա այս օրը կարող եք հստակ օգտագործել եւ միգուցե հասնեք հաջողության, որովհետեւ մենք ունենք նաեւ դրական ֆորմացիա, աստղի նշանակա, ուրեմն օրը համարվում է բավականին դրական։ Մեզ մոտ ուրեմն հրեղեն ձիու օրն է եւ տարին էլ ինչպես գիտեք մեզ մոտ հրեղեն ձի է, այսինքն մեզ մոտ գնում է էներգիաների դուպլիկատ, հա, կրկնվում են էներգիաները, օրը համարվում է դրական ձիու, վագրի, այծի եւ նաեւ շան տարում ծնվածների համար բավականին լավ օր է, օրը կարող եք լիովին օգտագործել, ֆինանսական առումով օրը դրական է բոլորային անձանց համար, ում անհատական էլեմենտը ջուր-յան է։ Ապրիլի 3-ին ունենք կայունություն բնութագրով օր, ես շատ եմ սիրում կայունություն բնութագրով օրը, ինչու, որովհետև մենք ունենք էներգիաների կայուն, հստակ, ամուր վիճակ։ Հենց այս օրն էլ ապրիլի 3-ը բավականին դրական ֆորմացիաներ են էներգետիկ առումով եւ կարող եք օգտագործել ցանկացած նախաձեռնության համար, հատկապես նրանք, ովքեր ծնվել են այծի տարում, ձիու, նապաստակի եւ խոզի տարում, հա, սա շատ կարեւոր է։ Եթե ծնվել եք ցլի տարում, ապա օրը կարող եք ուղղակի պասիվ վիճակում անցկացնել, կարևոր նախաձեռնություններ ցանկալի չէ իրականացնել։ Իսկ ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը ջուր 9 է։ Հաջորդ օրը մեզ մոտ ապրիլի 4-ն է, ունենք նախաձեռնում բնութագրով օր եւ ճիշտ է օրը նախաձեռնում բնութագրով է, բայց մի փոքր էներգիաների դիսբալանս ունենք եւ ես խորհուրդ կտամ օրը անցկացնել ընդհանրապես պասիվ վիճակում, սա բոլորին է վերաբերվում, չնայած նրան, որ օրը համեմատական կարգով ավելի բարենպաստ է կապիկի տարում ծնվածների համար, առնետի, օձի, վիշապի տարում ծնվածների համար եւս դրական է համարվում, իսկ վագրի տարում ծնվածների համար օրը համարվում է մաքսիմալ բացասական օր։ Ֆինանսական առումով, եթե կուզենաք գործարքներ անեք, ես խորհուրդ կտամ հետաձգել, իսկ եթե անհետաձգելի են, ապա առավել կարող են օգտվել էներգիաներից փայտ յան անհատական էլեմենտը ունեցող անձինք։ Այժմ անցնենք ապրիլի 5-ին։ Ապրիլի 5-ին ունենք նախաձեռնում բնութագրով օր։ Բայց այսօրը համեմատած ամսի 4-ին էներգետիկ առումով բավականին դրական է եւ օրվա ընթացքում կարող ենք իրականացնել մի շարք նախաձեռնություններ, կարող ենք բժշկական օգնության դիմել, կարող ենք որոշակի պրոցեդուրաներ բժշկական սկսել, օրը դրական է ամուսնության, ինչու՞ չէ նաեւ ուրեմն պայմանագրերի խզման եւ համաձայնությունների խզման համար։ Ֆինանսական առումով օրը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը փայտ 9 է եւ օրը ընդհանուր առմամբ համարվում է դրական ուրեմն ցլի, վիշապի, օձի եւ աքաղի տարում ծնվածների համար։ Ոչ դրական օր է համարվում բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են նապաստակի տարում։ Այսքանը, եթե վիդեոն ձեզ դուր եկավ, ապա անպայման սեղմեք լայք կոճակ, բաժանորդագրվեք եւ կիսվեք այս վիդեոյով ձեր շրջապատի մարդկանց հետ։ Այսքանը, լավ եղեք, կհանդիպենք։